Բաներ, որ ես ուրիշ ձև կանեի, եթե 0-ից սկսեի սնոուբորդ քշել, մաս առաջին։ Ես մի քանի տարի արդեն սնոուբորդ եմ քշում ու կուզեի քշելուց առաջ ինձ սրանք ինչ-որ մեկը ասեր։ Առաջին կարևոր բանը, որ կանեի, այդ տրեյների հետ պարապմունք վերցնելն։ Մի քանի օր տանջվելու ու անտառ ընկնելու փոխարեն արժի գոնե մի ժամով պարապմունք վերցնել մարզիչի հետ։ Իսկ հնարավորության դեպքում կարելի է մի քանի պարապմունք վերցնել մարզիչի հետ, որ տարբեր լեվելի բաներ սովորի։ Երկրորդ բանը, որ կանեի, այդ նկարենիքներն առնելն է։ Իմ ծնկները առանց էտել արդեն վնասված էին մինչև բորդ քշելը ու մի քանի 100 անգամ ընկնելը հաստատ ավելի վնասեց իրան, այնպես որ գոնե սկզբի համար արժի պաշտպանել ծնկները ու կարելի է այլ պաշտպանիչներ կրել ըստ կարիքի։ Մյուս կետը մի քիչ բնավորությունը սպეციფիկ է։ Իմ մոտ փոքրուց շատ լիքը բան շատ հեշտ ու միանգամից է ստացվել ու մեծ տարիքում ես հաճախ դժվար եմ համակերպվում այն մտքի հետ, որ ինչ-որ նոր բան սովորելու վրա ես շատ ժամանակ ու էներգիա պետք է ծախսեմ։ Այնպես որ պետք է մտավոր պատրաստ լինել, որ սնոուբորդ քշելը հեշտ չի ու միանգամից չի ստացվելու։ Մյուս կարևոր բանը սկսել սկսնակների զոնայից։ Երբ ես քշել էի սովորում, մայլեռը դեռ չկար ու առաջին իջնելը եղել է Ծաղկաձորի երկրորդ կանատկայի վերևից առանց մարզիչի։ Այդ օրն էլ թռչի պես ձյան վրա սառույց էր կապած, ասել որ դաժան էր, այդ ոչինչ չասել։ Բարձրացեք սար, երբ արդեն կարողանում եք ձեզ բորդի վրա պահել, չէ ուղղակի տառապելու եք ու բոլորի ոտքի տակ ընկնեք։ Վիդեոն արդեն երկար է, այնպես որ մնացածը երկրորդ մասում։